Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Վրաստանի Ախալքալակ քաղաքում մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային երթուղուն Հայաստանի միանալու հնարավորության մասին։ Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում եւ մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում նաեւ տարանցիկ գործառույթի զարգացման գործում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն եւ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Նախարար Խուդատյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեի հետ միասին հանդիպում է անցկացրել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներ Մագդալենա Գրոնոյի, Մոհամեդ Խալեդ Խիարիսի եւ Քրիստոֆ Շպետի հետ, հաղորդում են պետական անվտանգության ծառայությունից։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են օկուպացված տարածքներում եւ օկուպացիոն գծի երկայնքով ստեղծված իրավիճակը եւ անվտանգության ոլորտում արկա մարտահրավերները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված անձանց ազատ արձակման հարցին։ Ուշադրություն է դարձվել օկուպացիոն գծի երկայնքով դիտարկվող անօրինական, այսպես կոչված սահմանազատման գործընթացին եւ դրա հետևանքներին։ Նշվել է գործող բանակցային ձևաչափերի, մասնավորապես Ժնևի միջազգային քննարկումների եւ միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմի ներուժի արդյունավետ օգտագործման եւ ամրապնդման անհրաժեշտությունը։ Շեշտադրվել է Եվրամիության մոնիթորինգային առաքելության օկուպացված տարածքներ անսահմանափակ մուտքի կարևորությունը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ գործակցությամբ վերջին օրերին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 84 օտարերկրյա քաղաքացիների։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Պակիստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Ըստ գործող օրենսդրության արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել երկիր։ Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ եւ գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազի այցը Հայաստան, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը եւ Ախալքալակ Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ եւ Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև կարգավորումներն առաջ են գնում ուղիղ առևտուր սկսելու քայլերով։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը եւ պատրաստ է աջակցելու այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Կարսում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի գործարար համայնքների ներկայացուցիչները։ Հայկական պատվիրակությունը սահմանահատել է մարգարայի անցակետով։ Կազմակերպիչներն այս հանդիպումը հնարավոր են համարել երկու երկրների ղեկավարության գործադրած ջանքերի շնորհիվ, ընդգծել սահմանի բացման կարևորությունը։ Երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։ Հանդիպան ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության եւ այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը եւ մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Մասնակիցները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի ավարտը, որը հնարավորություն է տալիս երկու երկրների միջև երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել Հայաստան, Թուրքիա եւ հակառակը։ Բացի այդ, ընդգծվել է հայկական ապրանքներին Ախալքալակ Կարս երկաթուղուն հասանելիության տրամադրման կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ եւ տարածաշրջանային առևտրի համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիայի եւ Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների վիճակը, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Էրդողանը շնորհավորել է իր զրուցակցին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Նիդերլանդների հետ երկխոսությունն ու գործակցությունն ամրապնդելու Անկարայի մտադրությունը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունների գործընթացները դադարեցնելու համար։ Նա նշել է, որ մասնավորապես աշխարհաքաղաքական զարգացումներն ընդգծել են Թուրքիայի եւ Եվրամիության միջև հարաբերություններն ավելի համապարփակ, ինստիտուցիոնալ եւ բազմակողմ գործընկերության շրջանակներում դիտարկելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Գազայի հատվածում եւ Արևմտյան ափին տեղի ունեցող զարգացումներին, Էրդողանը ուշադրություն է հրավիրել Նիդերլանդների կողմից տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին աջակցության կարեւորության վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Իրանի հետ շփումները դադարեցնելու մասին լուրերը, իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարելով, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ։ Ըստ նրա, կողմերը կապի մեջ են եղել 4 օր առաջ, 3 օր առաջ, 2 օր առաջ, 3 եւ այսօր։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իրանին հստակ ուղերձ է հղել համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին։ Այսպես թե այնպես ժամանակն է գործարք կնքել, գրել է Թրամփը։ Թրամփը հավելել է, որ ակնկալում է հրադադարի ռեժիմի երկարաձգման եւ Հորմուզի նեղուցի բացման շուրջ համաձայնության հասնել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանին եւ խոցել բալիստիկ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել էին նավերի եւ Պարսից ծոցի երկրների դեմ։ Միացյալ Նահանգների ուժերը հաջողությամբ ոչնչացրել են իրանական մի քանի բալիստիկ հրթիռ եւ անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Քեշմ կղզում՝ ի պատասխան հունիսի 2-ին Իրանի կողմից Մերձավոր Արևելքում հարձակումների փորձերի, նշված է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։ Հրամանատարությունը հաղորդում է, որ իրանական հարվածները չեն հասել թիրախներին։ Քուվեյթի ուղղությամբ արձակված 2 հրթիռներն ընկել են ճանապարհին։ Բահրեյնի ուղղությամբ արձակված 3 հրթիռներն անմիջապես խոցվել են Միացյալ Նահանգների եւ Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Նաեւ նշված է, որ խոցվել են հարվածային ԱԹՍ-ներ, որոնք Իրանն արձակել է քաղաքացիական նավի ուղղությամբ, որը օրինականորեն անցնում էր տարածաշրջանային ջրերով։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը նաեւ հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունն այն մասին, որ իրանական ուժերը հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածել են Բահրեյնում ամերիկյան 5-րդ նավատորմի կենտրոնակայանին եւ տարածաշրջանում ամերիկյան ավիաբազային։ Դա կեղծ է։ Իրականությունն այն է, որ ամերիկյան ուժերի դեմ բոլոր իրանական հարվածները ձախողվել են։ Ամերիկյան ուժերն աչալուրջ են եւ պատրաստ են պաշտպանվելու իրանական անհիմն ագրեսիայից։ Այնուհետև Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը եւս մեկ հաղորդագրության մեջ հայտնել է, որ Իրանը ԱԹՍ-ների լրացուցիչ հարվածներով փորձել է հարվածել Քուվեյթում ամերիկյան ուժերին, սակայն թիրախները խոցել չի հաջողվել։ Ամերիկյան ուժերը եւ օբյեկտները չեն վնասվել, նշել են հրամանատարությունում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարվածել եւ շարքից հանել է չբեռնված նավթատար լցանավ, որը նավարկում էր դեպի Իրան Վաշինգտոնի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակման շրջանակներում, որը սկսվել է ապրիլի 13-ին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգության խաթարումը ծանր գին կունենա ագրեսիվ ամերիկացի զինվորականների համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին հաղորդում է Թասնիմ գործակալությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային լարվածությունը մեղմելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների վերջին զարգացումների, նաեւ Լիբանանում ստեղծված իրավիճակի շուրջ երկրի հարավային շրջանների վրա Իսրայելի հարձակումների ակտիվացման ֆոնին։ Զրույցները տեղի են ունեցել Իրանի կողմից Քուվեյթի եւ Բահրեյնի դեմ ուղղված անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների մի շարք հարվածներից հետո։ Թեհրանը հայտարարել է, որ այդ հարձակումները Միացյալ Նահանգների ագրեսիայի պատասխանն էին։ Ավելի վաղ Արաղչին իր Telegram ալիքում հայտնել էր, որ հեռախոսազրույցներ է ունեցել նաև Պակիստանի, Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի եւ Բելգիայի իր գործընկերների հետ։ Պակիստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցին մասնակցել է նաև երկրի զինված ուժերի ղեկավար ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։ Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև լարվածության սրումը կանխելուն եւ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի պատերազմի դադարեցման ուղղված ներկայիս դիվանագիտական գործընթացները։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինա Լոբիլիո Բորեյրոյի հետ, քննարկել է հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Կողմերն անդրադարձել են նաև Կասպից ծով, Սև ծով, Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծումը եւ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ նախագծերին, ընդգծելով մատակարարումների դիվերսիֆիկացման եւ մաքուր էներգիայի ինտեգրման կարեւորությունը։ Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի հետ հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը, նավթագազային ոլորտի զարգացումը, էներգետիկ կապերի ընդլայնումը եւ Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունները։ Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր կանադացի գործընկեր Անիտա Անանդի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել ադրբեջանա-կանադական հարաբերությունների ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների, նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։ Զրույցի ընթացքում Անանդը շնորհավորել է Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ, ընդգծելով Կանադայի շահագրգռվածությունը երկկողմ կապերի հետագա ամրապնդման հարցում։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար եւ ընդգծել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում քաղաքական երկխոսության եւ գործակցության ընդլայնման զգալի ներուժը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է գործակցության հնարավորությունների ուսումնասիրման կարեւորությունը հիմնական ոլորտներում, այդ թվում կանաչ անցման, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում։ Նախարարները նաեւ անդրադարձել են տարածաշրջանային ներկայիս իրավիճակին, հետկոնֆլիկտային շրջանի իրողություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության գործընթացին։ Բայրամովը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։